Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, այսօր երկուշաբթի է և արդեն պարզ է, որ Կոտայք TV-ի եթերում իր աշխատանքն է սկսում Բարի լույսը, իսկ ձեզ համար տաղավարում աշխատելու եմ ես, Ալիտա Եղիազարյանս։ Այսօր մարտի 24-ն է և ամբողջ աշխարհում նշվում է տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Տուբերկուլյոզը շարունակում է մնալ գլոբալ առողջապահական մարտահրավեր, ազդելով միլիոնավոր մարդկանց կյանքերի վրա։ Չնայած բժշկության զարգացման այս հիվանդությունը դեռևս մնում է տարածված և պահանջում է հատուկ ուշադրություն։ Մեր թիմը պատրաստել է ռեպորտաժ այս թեմայի վերաբերյալ, առաջարկում եմ դիտել և արդեն կծանոթանանք և հիվանդությանը և նաև նրա կանխարգելման միջոցներին։ Ջերմության բարձրացում, թուլություն, քաշի, ախորժակի անկում, հոգնածություն, գիշերային քրտնարտադրություն, հազ, արյուն խորխի մեջ, կրծքավանդակում ցավ։ Այս հիմնական ախտանիշներով է արտահայտվում տուբերկուլյոզը, որը աշխարհում ամենատարածված վարակիչ հիվանդություններից մեկն է։ Թոքաբանության ազգային կենտրոնի դեղակայուն տուբերկուլյոզային բաժանմունքի ղեկավար բժիշկ ֆիզիատր Լիլիթ Գևորգյանի խոսքով հիվանդության տարածման հիմնական ուղին օդակաթիլայինն է, բայց կան նաև այլ ուղիներ։ Սննդային ալիմենտար, կոնտակտային ուղի, կարող է նաև մորից պտղին փոխանցում լինել, բայց հիմնականը դա օդակաթիլային փոխանցման ուղին է։ Ամեն տարի մարտի 24-ին նշվում է տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրը, նպատակ ունենալով բարձրացնել հանրության իրազեկվածությունը և խթանել հիվանդության դեմ պայքարի միջոցառումները։ Ժամանակակից բժշկությունը տրամադրում է տարբեր մեթոդներ տուբերկուլյոզի ախտորոշման համար, ինչը հնարավորություն է տալիս հիվանդությունը հայտնաբերել ավելի վաղ փուլերում և կանխել դրա տարածումը։ Ախտորոշման մեթոդները լաբորատոր և գործիքային մեթոդներն են, գործիքային մեթոդներից կիրառում են ռենտգեն հետազոտություն, ԿՏ հետազոտություն, լաբորատոր մեթոդներից բացի արյան և մեզի քննությունից հենց կատարվում է խորխի քննություն, խորխի մանրադիտում, խորխի ցանց և արդեն հետագա բոլոր հետազոտությունները ըստ դեղազգայունության որոշման։ Տուբերկուլյոզը բուժելի հիվանդություն է, սակայն չի բացառվում հիվանդության կրկնությունը անգամ լիովին բուժումից հետո։ Բուժման հիմնական մեթոդը անտիբիոտիկոթերապիան է, կիրառվում են առաջին և երկրորդ շարքի հակատուբերկուլյոզային անտիբիոտիկներ, բուժման տևողությունը տարբեր է, տևում է սովորաբար ամիսներ, կախված ախտահարման ձևից և կախված թե ինչ կայունության հարուցիչ է։ Բժիշկ ֆիզիատրի խոսքով Հայաստանում արդեն դիտվում է շատ լավ դինամիկա, հիվանդացության և տուբերկուլյոզից մահացության ցուցանիշները նվազել են։ Հիվանդացությունը մոտ 10 տարվա կտրվածքով նվազել է 66%-ով, թիրախը 50%-ներ, սակայն մենք ունենք այդպիսի լավ 66% արդյունք, իսկ մահացություն նվազել է 50%-ով։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ տուբերկուլյոզը ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ, քան կանանց։ Առավել շատ հանդիպում է տղամարդկանց մոտ, կապված է ռիսկի գործոններով։ Տուբերկուլյոզի ընդհանրապես ռիսկի գործոնները վնասակար սովորությունները կարող են լինել, ներառյալ նաև ծխելը, ալկոհոլի օգտագործումը, թմրանյութերի օգտագործումը և իհարկե բժշկական ռիսկի գործոններ գոյություն ունեն այլ հիվանդությունների հետ պայմանավորված։ Տուբերկուլյոզը հնարավոր է կանխարգելել։ Կանխարգելման կարևոր քայլերից դեղակայուն տուբերկուլյոզային բաժանմունքի ղեկավարը հորդորում է ժամանակին պատվաստվելը, առողջ սնվելը, վատ սովորություններից հրաժարվելը, անձնական հիգիենայի կանոնների պահպանումը և դիմակների կիրառումը։ Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, մեր հյուրը արդեն տաղավարում է, սիրով ներկայացնեմ գեղանկարիչ, բանաստեղծ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սամվել Սևադան։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար։ Ես էլ շնորհակալ եմ։ Որպես արվեստագետ, ինչպես է սկսվում ձեր առավոտները։ Շշմելու, շատ լավ, շատ հետաքրքիր, որովհետև ամեն անգամ ամեն գիշեր քնելուց առաջ միշտ սպասում ես առավոտին եւ հետաքրքիրն է, որ միշտ կարոտած ես լինում բնությանը, երկրին, քո քաղաքին, մարդկանց, հարազատներից, միշտ սպասում ես, որ լույսը բացվի եւ այդ լույսը միշտ աղոթում ես քնելուց առաջ, որ լավ լույս բացվի մեր երկրի վրա եւ առավոտները արթնանում եմ, սիրում եմ այդ առավոտվա նախապատրաստական աշխատանքները։ Ընդհանրապես ես իմ տեսակով շատ հավաք եմ,
այդպես թափթփված չեմ, էլի, ինչպես ընդունված է արվեստագետներին ասել, որ բայց հերթականություն կա, որը ես պահում եմ միշտ, սովորության ուժով, այդպեսի հետաքրքիր մի բան կար, Հայնրիխ Բյոլը իր բիլիարդի 9.5 գրքում այդպեսի մի բան ունի, պատմություն ունի, որ ասում է Հանսը, ասում է առավոտները միշտ իջնում էր իր տան առաջին հարկում սրճարան կար, այնտեղ պաներով բլիթ էր ուտում, չնայած ասում է ինքը ատում էր պաներով բլիթը, բայց սովորության ուժով ասում է պարտադիր պետք է ուտեր այդ պաներով բլիթը, հիմա շատ բաներ կա, որ առավոտները վերես գնում սովորության ուժով, ասենք այդ սուրճը խմում է այս բան եւ այլն ու օրը սկսվում է։ Սիրում եմ առավոտները։ Իսկ միջև ձեր գործունեությանը անդրադառնալ հետաքրքիր է իմանալ, կհիշեք որ տարիքից եք սկսել զբաղվել նկարչությամբ եւ ով է եղել ձեր ոգեշնչման աղբյուրը։ Ոգեշնչման աղբյուրը իհարկե չեմ հիշում ով է եղել, բայց մանկուց դեռ շատ փոքր ժամանակից հիշում եմ, որ մայրս այն ժամանակ այդպեսի փայտից կոճեր կային, որ թելի կոճ դրանց գլուխը, երբ որ թելը վերջանում էր, դրանց գլուխը կտրում էր դանակով, փայտ էր խորում դրա մեջ ու նախշում էր այդ բանը, հոլը, ու դա պատտասնում էինք, և դա ինձ շատ մեծ բան էր, բավականություն էր պատճառում, շատ փոքր էի, ու ես էլ էի սիրում նկարել այդպես, հետո փողոցներում էինք նկարում, ասֆալտի վրա, մինչև որ որոշ ժամանակ անց քեռիս գյուղից գալիս էր, քեռիս շինարար էր, նկարիչ չէր, բայց սիրում էր, լավ էր նկարում, ձեռքի շնորհք ուներ, որտեղ համեր քանդակում էր քարերի վրա։ Ինքը սովորեցրեց սկզբից Լենին էինք նկարում իրար հետ, Լենինի պրոֆիլը։ Հետո կամաց արդեն որ մեծացա 3-4 դասարանում էի, մերոնք որոշեցին, որ ինձ պետք է տան Գյումրիի նկարչական դպրոց։ Նկատել էին այո դա։ Եվ ես նկարչական դպրոց ընդունվեցի եւ մեր դպրոցը Գյումրիի շատ հռչակավոր դպրոց է, Մերկուրովի անվան, որտեղ լավ դասատուներ կային նկարիչներ, որոնց մոտ ես սովորեցի նկարել։ Այդպես սկսվեց արդեն, հետո հետագայում երբ որ ուսանող էի եւ 19 տարեկան էի առաջին անգամ անհատական ցուցահանդես բացեցի, ավանգարդ թերթ կար, երիտասարդական թերթ էր, դրա խմբագրատանը, եւ որից հետո արդեն ինձ պես խուդոժնիկ էի զգում, էլի, արդեն ինձ անհատական ցուցահանդես ունեի բան եւ այլն, փողոցում քայլում էի, ինձ նկարիչ էի զգում։ Իհարկե դա մի կողմից թվում է թե վատ բան է, որ այդպես արդեն շատ ոնց որ պատանի հասակում դուք ես այդպես արվեստագետ ես զգում, բայց մյուս կողմից էլ շատ լավ է, ինքը խրախուսում է այդ զգացողությունը, որ դու շարունակես աշխատել, առաջ գնալ, ոգևորում է, էլի ոնց որ քեզ։ Եվ որովհետև այդ ժամանակ 19 տարեկանում ցուցահանդես անել եւ արդեն քո ցուցահանդեսին գալիս էին այնպիսի մարդիկ, որոնց մասին դու մենակ հեռուստացույցից գիտեիր կամ ասենք թերթերից, գրքերից, ասենք այդ մարդիկ գալիս էին իմ ցուցահանդեսին եւ դա ինձ շատ ոգևորում էր եւ երբ առաջին անգամ հենց այդ տարին այն ժամանակ նկարանունները հեռուստատեսային ուղիղ եթեր էր մենակ, չկար որ տեսագրային, նորից ցույց տան այդ հնարավորությունները դեռ չկար, ուղիղ եթեր էր գնում եւ հենց առաջի տարին ինձ տարան հեռուստատեսություն նոր տարվա ագանյոյի ժամանակ ես ճեպանկարներ էի անում, շարժեր նստած մարդկանց բան եւ հաճախ էկրանը պատտվում էր իմ գործերի վրա եւ ցույց էին տալիս եւ այդ ժամանակ հայրս Գյումրիում արդեն մեր հարևաններին բոլորին հավաքել են նոր տարվա գիշերը, որ իմ տղայիս ցույց են տալու, եկեք, նստեք, նայեք, բան, քեֆ ուրախություն են անցկացրել, բան եւ այդ տարին այդ ոգևորության հողի վրա մեր շենքը, որ 6 մուտքանի մեծ շենք էր, այդ մեր շենքից մենակ 5-6 հոգի երեխաների տվեցին նկարչական դպրոց, որոնցից մի մասը հիմա լավ բավական հայտնի նկարիչներ են գյումրեցի։ Ուզում եմ ասել, այդ ոգևորությունը, այդ դիպվածը, բանը աշխատում է մարդու կյանքում, էլի։ Այդպես սկսվեց իմ մուտքը արվեստի աշխարհ։ Նաև բացի գեղանկարչությունից դուք զբաղվում եք, նաև գրում եք, զբաղվում եք լուսանկարչությամբ, ինչպես կբնութագրեք ձեր արվեստը, որ այս 3 ճյուղերը ներառվում են։
Ես փոքրուց մեր ընտանիքը ընդհանրապես գրքասեր ընտանիք էր, մենք ժողովրդի լեզվով ասած կարդացվոր էինք, սիրում էինք կարդալ, մեր տունը միշտ կռիվ էր գրքի համար եւ 5 երեխա էինք մենք, մի գիրքը կարդում էինք, ասում էինք պատմել եմ, քույրս լացել լինում, ասում եմ մի պատմի թող ես էլ եմ կարդալու, այդպես շատ կարդալը աստվածածված էր մեր տանը եւ դա բնականաբար ազդում էր նաև որ այն հանգամանքի վրա որ ասենք քո տեսածդ դու ես ուզում վերարտադրես գրելու տեսքով եւ այդ դեռ դպրոցական տարիներից ես սկսեցի բանաստեղծություններ գրել հետագայում այդպես միշտ լրջորեն չեմ ընդունել դա չնայած հիմա 4 գիրք ունեմ բանաստեղծական տպագրված հրատարակված բայց ես ինձ բանաստեղծ երբեք չեմ համարում այդ որպես այդպեսին որ սիրում եմ գրելը լավ զբաղմունք է բանաստեղծություններ երբ որ դու քո պատկերները որ քեզ հաճախում են բառերի ես վերածում դա շատ հետաքրքիր զբաղմունք է արտակարգ արվեստը խորապես թաքնված է այդ բաների մեջ երբ որ դու գույները դարձնում ես բառերը դարձնում ես գույն եւ այդ խաղը այդ գույների խաղը այդ լույսերի խաղը բարերի, բառախաղները, բաները հարստացնում են հոգիդ եւ դու կարողանում ես, եթե ստացվում է դա, այդ երջանկության պահերը ապրում ես դու, այդ կայծկրտումները եւ կարողանում ես այդ բաները հաղորդակից դարձնել ուրիշներին։ Միշտ սովորաբար մարդիկ կան, որ արվեստագետներ կան, որոնք չեն սիրում, ասենք ցուցադրվել, ցուցահանդեսներ բացել, բան, չգիտեմ պատճառն ինչն է, իրանք ասում են ես չեմ սիրում։ Ես իմ համար եմ նկարում։ Ես կարծում եմ, որ ուրիշներին հաղորդակից դարձնելը շատ ավելի կարևոր է, քան թե երբ որ դու քեզ համար ես անում։ Քեզ համարն էլ է կարևոր իհարկե, բայց երբ որ դու քո ստեղծածը ցուցադրում ես մարդկանց հաղորդակից ես դարձնում այդ պահերին, շատ կարևոր բան է։ Դրա համար բանաստեղծություն կամ հետագայում նաև լուսանկարչությունն էլ պակաս արվեստ չի։ Այդպես չի որ մի անգամ այդպես կնոպին չկացրեցիր կստացվի լավ լուսանկար, անհնար բան է։ Հնարավոր է պատահաբար մի հատ այնպես բան ստացվի, որ խիստ պատահաբար է ստացվել, բայց եթե հիմնավորապես դու անընդհատ աշխատում ես քո վրա, կարողանում ես կոմպոզիցիա պատկերացնում, լույսուստվել ես պատկերացնում, հեռանկար գիտես, լիքը, այսինքն գրագետ ես այդ գործում, կարողանում ես դա էլ արվեստի վերածել, այսպես ասած։ Հենց տարածիորեն երեք ես մի քանի սայթերի եմ մասնակցում համաշխարհային լուսանկարչական, որտեղ իմ լուսանկարչական գործերը ուղարկում եմ, ցուցադրվում են, այնտեղ տասնյակ հազարավոր մարդիկ նայում են, քննարկում են, գրում են տակը եւ այլն, որը շատ հետաքրքիր է, այսինքն դու անընդհատ համսովորում ես, համ քո առանձն ես ցուցադրում երբեմն պատահում է նաև որ գնումներ են կատարում, ասենք լուսանկարները գնում են քո կամ ասենք աշխատանքները, հենց տարածիորեն 3 մեկը գրել էր իմ նկարներից մեկի տակ գրել էր այսքան այդպես էր գրել էր այսքան շեդևրներ ոնց է հասցնում անել եւ ուղղակի ես բացատրեցի իրան որ խիստ աշխատասիրության շնորհիվ դա տեսնելը, տեսանելը ուրիշ բան է, երբ որ դու տեսնում ես շատ բաներ արվեստագետի աչքով այդպես ընդունված է ասել, չէ, բայց այդ տեսածը կատարելը արդեն դա էլ վարպետության խնդիր է, դրա համար պետքա սովորես, դրա համար պետքա տանջանք, դրա համար չարչարանք է պետք որ հասկանաս այդ բոլոր բաները գրագետ անես, ցուցադրվելուց առաջ, մարդկանց աչքի դեմը դնելուց առաջ պետք է իսկ դա մեծ ծանր աշխատանք է պահանջում, որը չի երևում Մարդիկ վերջնական արդյունքն են տեսնում, անվանում են դրան շեդևր գլուխ գործած կամ չգիտեմ ինչ չեն մտածում, թե դրա տակ ինչ կան, տարիների աշխատանք, չարչարանք կա եւ այլն։ Իսկ ձեր կարծիքով ո՞րն է սահմանը գեղանկարչության եւ լուսանկարչության եւ ինչպես եք հասկանում, որ դա պետք է ձեռքով նկարել եւ դա լուսանկարչությամբ դա վերածեք մի պահի, ուղղակի մի պահ ֆիքսեք այդ նկարը։ Գիտեք, շատ դեպքերում ասենք տարիների ընթացքում ես նկարներ եմ ունեցել, որ
ձեռքով նկարած նկարներ, հետագայում ես դրանք վերածել եմ լուսանկարչության, առանձին սկսել եմ դա լուսանկարել նաև եւ հակառակն էլ։ Հենց հիմա տարածորեն այս օրերին մի քանի օր եմ, որ աշխատում եմ մի կտավի վրա, մեծ կտավ եմ նկարում, որը ժամանակին լուսանկար է եղել իմ մոտ։ Դա։ Բայց ես անընդհատ երազում եմ, որ դա դարձնեմ նաև կտավ եւ նույնիսկ մի քանի տարբեր վարիանտներ եմ արել, տարբեր տեսակ նույն գործը եւ իմ համար բառացիորեն տարբերություն չկա, բացարձակապես տարբերություն չկա, ես լուսանկար եմ անում, թե կտավի վրա եմ նկարում։ Տարբերությունը տեխնիկան է, տարբերությունը նյութերն են, որով դու նկարում ես։ Իսկ մնացածը արդեն զգացողությունների խնդիր է, վիճակներ են, որ դու ապրում ես այդ վիճակները կամ ասենք երբեմն կոմպոզիցիաներ ես ստեղծում, որոնք որ իրականության մեջ չկա, դու ես հնարում այդ կոմպոզիցիան, թեմա ես առաջադրում, այդ թեման սկսում ես բացել, ասենք կարևոր թեմաներ կան, որ մեզ հետապնդում են, մենք այդ թեմաների մեջ ապրում ենք, դրանք ուզում ես դարձնես գույն, գիծ, մարդկանց հաղորդակից դարձնես, դրա այդ գաղափարների, այդ վիճակներին հաղորդակից դարձնես քո լեզվով, քո գույների լեզվով, գծերի լեզվով կամ լուսանկարչության կամ նաև երբեմն բառերի, երբ որ կարելի ասենք կարճ մի քանի բառով նկարել մի բան, օրինակ մի դալտոնիկ ծմեր, լարի ծնկած քամի, մերկ ու տխուր ծառեր, ինչ եք ուզում ինձնից, քառատող է, որը մի ամբողջ նկարչություն է իր մեջ պարունակում, պատկեր է, մի դալտոնիկ ծմեր, լարի ծնկած քամի։ Երբ մենակ կլինես ու քունը մոտ չի գա քո աչքերին, շատ պատկերներ կա, որոնք որ դու փորձում ես այդ բառերից ձերբազատվել ու դա նկարել, դարձնել նկարչություն, որ մարդիկ այդ քո վիճակը տեսնեն կտավի վրա եւ դա մեծ ուրախություն է արվեստագետի համար, երբ որ քո արածը, քո ստեղծածը նաև ուրիշը ընկալում է, ցանկություն ունենում ունենալ այդ գործը տանը կախի եւ ընդհանրապես հաղորդակից լինի եւ ուրիշներին էլ հաղորդակից դարձնի քո այդ ապրումներին։ Իսկ այդ ապրումները, երբ որ մարդիկ ձեր նկարները նայելիս զգում են, հիմնականում որտեղ է ավելի դժվարությունը կայանում եւ զգացմունքայինությունը, լուսանկարներում է ավելի շատ դա արտահայտվում, թե գեղանկարչության մեջ։ Բացարձակ տարբերություն չկա։ Տարբերությունը մենակին է, որ լուսանկարը ակնթարթի բան է, բայց շատ լուսանկարներ կա, որ դու ես մտածում։ Ամենայն դեպս ինձ մոտ այդպես է, ես գիտեք լուսանկարչությունը տարբեր ժանրեր ունի, շատ տարբեր։ Նու չթվարկեմ հիմա բոլորը, մի քանիսը ուղղակի ասեմ, ասենք նատյուրմորտ ես նկարում կամ պորտրետ ես նկարում, դիմանկար կամ կան լուսանկարիչներ, որոնք որ կոչվում են լրատվական լուսանկարիչներ։ Նրանց նկարածը չի կարելի ձեռք տալ այդ նկարածին, որովհետև ինքը լուր է հաղորդում, իրավունք չունի, դրա մեջ ինչ-որ մի բան ավելացնի, պակասացնի բան։ Ինձ մոտ լուսանկարչությունը նկարչության պես բան է։ Ես ասենք, եթե մի թեմա եմ մտածում, որոշում եմ այդ թեման լուսանկարել, նույնիսկ ասենք կարող է ես բեմադրություն սարքեմ, հատուկ դրա համար պայմաններ ստեղծեմ, որ այդ լուսանկարը լույս դնեմ, հատուկ բան եւ այլն, դա մի հատ ուրիշ ձևի բան է, էլի։ Լուսանկարչությունը մի մոտ 20-30 ժանր ունի, ծովային լուսանկարչություն, չգիտեմ, հարսանեկան լուսանկարչություն, ամեն մեկը պրոֆեսիոնալ բան է պահանջում, կրթություն, թվում է թե հարսանեկ նկարելը ինչ է, լուսանկարիչ է, էլի, բայց օրինակ ես չեմ կարող հարսանեկ նկարել, ես չգիտեմ ձևը։ Դրա համար հատուկ իրանք սովորում են, հատուկ ոնց որ ասած պարապում են, կա մանկական լուսանկարչություն, կա լրատվական, ինչպես արդեն ասացի, տարբեր տեսակի բաներ կան, որոնք որ բոլորը միասին դառնում են մի արվեստ, որը նաև կերպարվեստ է, տարբերություն չկա։
Ես նույնիսկ ժամանակին նկարիչների միության վարչության անդամ էի ես եւ առաջարկեցի գեղարվեստական լուսանկարչությունը մտցնել մեր նկարիչների միության սեկցիաների մեջ, որտեղ կա այնտեղ սեկցիաներ, ասենք գեղանկարի սեկցիա կա, գրաֆիկայի, քանդակի, էստամպան, տարբեր սեկցիաներ կան, որոնց թվում ես առաջարկեցի նաև մտցնել լուսանկարչությունը եւ շատ լավ ընդունվեց։ Դրա համար հատուկ ցուցահանդես արեցինք, որ լուսանկարչությունը դառնա ուրեմն մեր միության սեկցիաներից մեկը։ Բայց դեռ մինչև հիմա չի ստացվել դա անել, չգիտեմ պատճառն ինչ է, բայց կարծում եմ, որ ոչ մի բանով չի զիջում գեղանկարչությանը։ Նաև ես նորից ուզում եմ վերադառնալ պոեզիային, երբ որ դուք հարցին պատասխանեցիք, որ ձեզ երբեք չեք համարել գրող, իսկ դուք չեք համարել, իսկ երբ որ ձեր գրածները ընթերցում են, մարդիկ ինչ կարծիք են արտահայտում, դժվար ընկալելի է, թե հեշտ ընկալելի գրվածքներ ունեք։ Ճիշտ ասած չեմ մտածել դրա մասին, որովհետև պոեզիան ինչ է, ապրումների արտահայտման միջոց է, ես երբեք չեմ պլանավորում, թե ինչ պետք է գրեմ։ Այդ պահի վիճակը, որ գալիս է, մենակ այդ պահին գրիչ ես ման գալիս, կամ մատիտ, կամ չգիտեմ ինչ, որ կամ հիմա այս վերջերս սկսել եմ նաև կլավիատուրայի վրա եմ գրում, այդ պահի վիճակը թելադրում է ինքը, թե ինչ գրես։ Այսինքն պատվերով չեմ կարող ես գրել, չեմ անում այդպես բան, չգիտեմ դա ոնց արվում։ Օրինակ ասենք կարող ես քեզ թեմատան ասեն, այս թեման վերցրու, բանաստեղծություն գրի, առ Մասիսի մասին գրի, ոնց որ թե պատվեր լինի, չէ՞ որ գրես Մասիսի մասին։ Ես ավելի շուտ տպավորապաշտ եմ, առաջին տպավորությունով եմ էլի աշխատում, իմպրեսիոնիստ եմ, այսպես ասած, որ այդ պահին ինչ որ մտածեցի, ինչ որ զգացի, դա անմիջապես բառերի եմ վերածում, կարոտում եմ, կարոտի մասին գրում եմ, ասենք, սիրո մասին եմ գրում, ինչի մասին էլ որ գրեմ, այդ պահի նկած գաղափար, երբեմն լինում է, որ 5 րոպեում մոռանում եմ, եթե մոռացել եմ, ասում չի կայանում այդ բանաստեղծությունը։ Իսկ նկարները լինում են պատվերով։ Ես համենայնդեպս չունեմ այդպիսի բան, պատվերով որևէ բան չեմ նկարում, չգիտեմ, ոչ լուսանկարում եմ պատվերով, ոչ լուսանկար բոլորովին, ոչ էլ նկարչության, այսինքն միշտ, բայց լինում են գաղափարներ, որ երազում եմ այդ գաղափարը կյանքի կոչել, նկարել, միշտ չի ստացվում, այդպես չի, որ ամեն ինչը հալած յուղի պես տեղի ունենում, որովհետև շատ բարդ է դա։ Դրա համար շատ եմ չարշարվում, իմ խոհանոցը չի երևում ուրիշներին, մարդիկ չեն տեսնում, թե գիչերը ես ինչ եմ քաշում, նկարելու ժամանակ կամ ասենք գրելու, եւ արդեն մարդիկ տեսնում են արդեն ընկայացած, են հղկված, են բյուրեղացած նկարը վերջացրած արդեն, կամ բանաստեղծությունը, որ դու գրում ես, ինքը արդեն կոմպակտ, ավարտուն տեսք ունի, սկիզբ ունի եւ վերջ ունի, բայց մարդիկ չգիտեն, թե այդ ամեն մի բառ, ամեն մի տառը, ամեն մի տողը ինչ է նստում քո վրա, էլի։ Դաժան աշխատանք է։ Ասացիք, որ պատվերով չեք անում աշխատանք, իսկ որքանով է հետաքրքրվածությունը, կան վաճառքներ նկարների։ Ես Միացյալ Նահանգներում շատ նկարներ վաճառվեցին ինձանից, նույնիսկ թիվը չեմ հիշում արդեն այնքան շատ, եւ առաջին անգամ որ գնացի Միացյալ Նահանգներ առաջին օրերին, հենց իմ գործերից մեկը վաճառվեց, այն ժամանակ շատ ոգևորվեցի ես, որտեղ սովետի ժամանակ այդպես պետությունը տարին մի անգամ մի գործ առնում էր ու վերջ։ Այդպես ընդունված չէր, որ մեկը գար քեզանից նկար առներ։ Մենք նկարում էինք, նվեր էինք տալիս։ Եվ ուրախանում էինք, որ մեկը մեր նվերը ընդունում էր, բան։ Սովորաբար ընդունված էր այդպես նկար նվեր տանել, բան եւ այլն։ Կամ գալիս էին արվեստանոց, ասում են՝ «Մի հատ նկար նվիրի, էլի խնդրեմ»։ Նվիրում էինք։ Եվ Միացյալ Նահանգներում այդ մշակույթը արդեն ուրիշ էր, արդեն նկարչությամբ կարող էիր ապրել, ոնց որ ասած, եւ լավ էր գնահատվում, էլի։ Այդպես
Հիմա Հայաստանում էլ կամաց-կամաց արդեն սկսվում է, օրինակ վերջերս ինձանից 4 գործ առան եւ մարդիկ գնում են։ Օրինակ Ֆրանսիայից մի ընտանիք էր եկել, որոնք որ եկան Facebook-ում իմ ծանոթներից են, որոնց կյանքում չէի տեսել եւ այդպես շատ հաճախ լինում է, որ նույնիսկ ամիսը 1, 2, 3 անգամ դրսից որ մարդիկ գալիս են, գրում են ինձ, թե պարոն Սևադա կարող են գալ ձեր արվեստանոցման, ուզում են գան, շփվեն, տեսնեն եւ ինչու՞ չէ, նաեւ գործեր են գնում եւ հետաքրքիր բան տեղի ունեցավ, այդ իմ գործերից իմ նկարներով այդ ընտանիքը որ եկել էր, դրանց աղջիկը շատ գեղեցիկ երգում էր։ Ես նույնիսկ չհավատացի սկզբում, որ ինքն է երգում, ինձ ուղարկեցին այդ բանը եւ ես որոշեցի այդ իմ նկարները դնել այդ երգի վրա եւ ուղարկեցի իրեն, իրենք էլ շատ սիրեցին։ Մենք միգուցե կարող ենք լսել։ Հիմա կդիտենք նաեւ այդ տեսանյութը երգի շնորհիվ եւ կվերադառնանք, շարունակենք զրույցը։ To manicure her nails, the other woman is perfect where her rival fails, and she's never seen with pink curls in her hair. The other woman enchains her clothes and French perfume. The other woman keeps fresh cut flowers in each room. There are never toys that scatter everywhere. And when her man comes to call, he'll find her waiting like a lonesome queen. 'Cause when she's by such a change from old routine. Oh, the other woman will always cry herself to sleep. The other woman will never have his love to keep. And as the years go by, the other woman will spend her life alone. The other woman will always cry herself to sleep. The other woman never have his love to keep. And as the years go by, the other woman will spend her life Սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք զրույցը։ Պարոն Սևադա, դիտեցինք, ինչ կավելացնեիք այս աշխատանքի մեջ, ինչ ունեք ավելացնելու։ Ուզում եի շնորհակալություն հայտնել այդ աղջկան, որ այդքան սիրուն երգում է, անունը Ինա է, ապրում են Փարիզում իր ծնողների հետ, հայրը ֆրանսիացի է, մայրը հայուհի է, շատ հայրենասեր հայուհի, երգան եւ ողջունել իրենց։ Նաև մենք քանի որ խոսեցինք նկարների
վաճառքից, պահանջարկից, ձեր կարծիքով Հայաստանում որքանով է զարգացած այս ոլորտը, քանի որ հիմա եւ բազմազան են լուսանկարիչները, գեղանկարիչները, ձեր կարծիքով կա լավ եւ վատ լուսանկարիչ կամ գեղանկարիչ եւ ինչպես տարբերակ։ Ամեն գործում էլ լավ ու վատ կա։ Ինչպես տարբերակ։ Բայց թեման շատ ընդգրկուն է, ուղղակի մի քանի բառով կարող եմ ասել, որ հիմա արդեն այդ մշակույթը կամաց մտնում է, որ նկարներ են գնում մարդիկ բան եւ այլ։ Հիմա կան պատկերասրահներ, անհատական նաեւ եւ պետական պատկերասրահներ կան։ Անհատական պատկերասրահներում նաեւ նկարներ այո վաճառվում են, մարդիկ գնում են։ Կամաց այդ մշակույթը արդեն մտնում է, դրսից շատ են գալիս տանում, որը մի կողմից լավ է, մի կողմից էլ մի տեսակ անձամբ ես ցավ եմ ապրում ամեն անգամ, երբ որ Հայաստանից գործերը գնում են դուրս, հա, մենք էլ ունենք պատկերասրահ, որը փոքր է մեր պատկերասրահը, մենք կուզենք, որ շատ ավելի մեծ հսկայական պատկերասրահ ունենենք, ոնց որ ունեն նշանավոր քաղաքներում կա այդ պատկերասրահները։ Մերը մի շենքում 4 թանգարան է տեղավորված մենակ, կուզես, որ առանձին մեծ հսկայական պատկերասրահ ունենենք, որտեղ մեր ֆոնդերը շատ են պատկերասրահում եւ նկարիչներն էլ շատ լավն են հայ նկարիչները, հիմա մեր այդ դպրոցը գնալով ավելի ոտքի է կանգնում, ավելի ուժեղանում է։ Մի կողմից հաճելի է, որ նկարները գնում են դուրս է գնում, մի կողմից էլ ուզում ես, որ չգնա դուրս մնա, որովհետեւ մեր Հայաստանը նաև տուրիստական կենտրոն որպես բնականաբար ունի իր ցուցադրելու շատ բաներ, որոնք որ կուզենաս մնա Հայաստանում, էլի դուրս չգա։ Նաև դուք ունեք արվեստանոց, կասեք դասավանդում եք, նաև ունեք աշակերտներ։ Ես մոտ 50 տարի է, որ այդ գործի մեջ եմ։ 1975 թվականին ես Աբովյան քաղաքում կարող եմ ասել իմ նախաձեռնությամբ բացվեց նկարչական դպրոցը, որը մինչև հիմա գործում է, Փառք Աստծո շատ լավ ղեկավար ունի դպրոցը, որ լավ պահում են դպրոցը, աշակերտների թիվը շատ է, ճիշտ է, շենքային պայմանները այն չեն, բայց ցանկալի կլինի, որ հատուկ մի հատ լավ շենք ունենա Աբովյան քաղաքի նկարչական դպրոցը, բայց բոլոր դեպքերում լավ գործ է արվում։ Ես ուղղակի հպարտանում եմ եւ ուրախանում եմ, որ նկարչական դպրոցը Աբովյանի կա, շարունակվում է եւ շատ աշակերտներ ունի, շատ հաճելի է։ Եվ այդ 50 տարիների ընթացքում ես միշտ դասավանդել եմ, միշտ ունեցել եմ իմ դպրոցը եւ Միացյալ Նահանգներում 17 տարի աշխատեցի, ապրեցի եւ հետագայում որ վերադարձել եմ, հիմա էլ աշխատում եմ, սովորեցնում եմ, նաեւ դասավանդում եմ համալսարանում արդեն 10 տարի է եւ իմ գործը այն ինչ որ ես ստեղծում եմ արվեստի բնագավառում կարողանում եմ ինչ որ բան անել, ցուցահանդեսներ եմ անում 30-ից ավել մենակ անհատական ցուցահանդեսներ ունեմ։ Իմ աշակերտների ցուցահանդեսը, ուսանողների ցուցահանդեսներ եմ անում շատ անընդհատ։ Այս տարի պլանավորված է նաև մի ցուցահանդես, որը կոչվում է Անվերջ վերադարձ։ Եվ դա լինելու է Աբովյան քաղաքում, թանգարանում, որի հիմնադիր տնօրենը ես եմ եղել դարձյալ, այդ թանգարանը այն ժամանակ որ սարքվում էր, ուղղակի սարքում էր զուտ որպես բարեկամության թանգարան, ես առաջարկեցի ղեկավարությանը, որ մի պատկերասրահ ևս ավելացնեն կողքից, որտեղ ցուցադրվեն նաև արվեստի գործեր, որ Աբովյան քաղաքը ունենա նաև պատկերասրահ, եւ այդպես էլ արվեց։ Սկանչելի դալիճ է սարքված այդ թանգարանի մեջ, թանգարանին կից, որտեղ մայիս ամսին կբացվի իմ ցուցահանդեսը գեղանկարչական աշխատանքների, այդպես ես մեծ ագնացանքով եմ դա անում, ոնց որ հաշվետվություն լինի աբովյանցիների առաջ, որտեղ ես ապրել եմ երկար տարիներ այս քաղաքում, ստեղծել եմ ինչ-որ բաներ եւ այդ իմ հաշվետվությունը հենց կոչել եմ անվերջ վերադարձ, այսինքն 50 տարի առաջ ես Աբովյանում սկսել եմ իմ կյանքը ստեղծագործական, իմ աշխատանքային օրերը այդ ժամանակ է սկսվել առաջին աշխատանքը եւ մինչեւ այսօր կապված եմ այս քաղաքի հետ,
Դրա համար այդպես էլ կոչվում է անվերջ վերադարձ եւ հույս ունեմ, որ մայիս ամսին թանգարանային գիշերը կբացվի այդ ցուցահանդեսը, օրը դեռ վերջնականապես որոշված չի, որովհետեւ դա միջազգային բան է, Եվրոպայից կգա այդ օրվա վերջնական նշումը, այդ օրը մենք բան կանենք, կհայտարարենք ցուցահանդեսի բացումը եւ աբովյանցիներին կհրավիրենք մի ամիս բաց կլինի ցուցահանդեսը եւ մի ամբողջ առաջին գիշերը մինչեւ լույս բաց է լինելու, այնպես որ հետաքրքիր կլինի։ Ես ամենայն պատասխանատվությամբ եմ հիմա պատրաստվում այդ ցուցահանդեսին, մոտ 120 գեղանկարչական կտավներ արդեն պատրաստ տրված են եւ շարունակում եմ աշխատել, ավելի հարստացնել եւ անհրաժեշտ մնացած բոլոր ատրիբուտները ցուցահանդեսի պատրաստվում են, որ կարողանանք աբովյանցիներին ներկայանալ ըստ արժանվույն։ Նաև երբ որ նշեցիք դասավանդում եք նաև, հետաքրքիր է իմանալ այն ժամանակ, երբ որ դուք նոր սկսում եք այս ուղին եւ դուք սովորում եք ձեր տարիներին եւ հիմա ինչ եք նկատում երիտասարդների մեջ, որքանով է հետաքրքրվածությունը այս ոլորտի նկատմամբ։ Շատ մեծ տարբերություն կա, հետաքրքիր։ Առաջ օրինակ վերցնենք թեկուզ իմ ուսանողական տարիները եւ հետո մեր կուրսում 7 տղա էին Գեղարվեստի ակադեմիայում, աղջիկ չկար։ 7 տղա, որոնք նկարչություն էին սովորում։ Հիմա տղաները չկան, հիմա գնում ես բարձրագույն ուսումնական հաստատություններ, որտեղ նաև ես դասավանդում եմ, իմ կուրսում, որոնց հետ ես 4 տարի աշխատում եմ, հետո իրանք ավարտում են, հաջորդ կուրսն եմ ընդունում, այդպես հիմա արդեն երրորդ էտապն է, երրորդ կուրս, նորից առաջին կուրս ընդունվել են, մի տղա է, մնացածը բոլորը աղջիկ են, 9 աղջիկ, այսինքն տղաները ոնց որ ավելի շատ գերադասում են սովորել բարձրագույն ուսումնական հաստատություններում, ասենք իրավաբանական, միգուցե տնտեսագիտական, այնտեղ որտեղ որ գումարի հարց կա, բան կա, տղաները ավելի դեպի ընտանիք պահեն, հիմա ժամանակները փոխվել են, միգուցե աղջիկներն ավելի իրանց տալիս են արվեստի, դիզայներական արվեստ կամ ասենք գեղանկարչություն, լուսանկարչություն, գեղարվեստական, այդ բոլոր բաների մեջ հիմնականում աղջիկներն են։ Տարբերություններից մեկը դա էր։ Մյուսը շատ կարևոր բան էր, որ երբ որ ես նոր էի սկսում աշխատել, ես նաև թեմաներ էի տալիս, գրքեր էի տալիս, որոնք կարդային աշակերտներս եւ կարդում էին, շատ գրագետ էին, շատ գրականության նկատմամբ սերը աշխատում էր, ոնց որ ավելի ես կարողանում էի ներարկել։ Հիմա շատ բարձրացել է այդ իմաստով։ Հիմիկվա աշակերտները, ուսանողները չեն կարդում։ Հեռախոսից դուրս չեն գալիս։ Ես չգիտեմ հեռախոսի մեջ ինչ են սովորում իրանք, չեմ հասկանում, բայց գրքերին անհաղորդ են, չեն սիրում գիրք։ Երբեմն դեպքեր եղել որ ես գիրք եմ նվիրեմ, ակագրել եմ, գիրքը նվիրել եմ, մոռացել գնացել են։ Այդքան անտարբեր կարելի է լինել գրքի նկատմամբ, բայց ես հետապնդում եմ անընդհատ, որ իմ աշակերտներն ու ուսանողները միշտ զբաղվում են ընթերցանությամբ, գեղարվեստական գրականությունը շատ կարևոր է երևակայությունը զարգացնելու համար, ընդհանրապես կիրթ լինելու համար, որովհետև շատ բան է պակասում այդ իմաստով։ Բայց ցավոք սրտի այդպես է, այսօրվա վիճակը դա է, չնայած լավ գրականություն է տպագրվում Հայաստանում։ Մենք այն ժամանակ, երբ որ ուսանող էինք, սովետական միությունում շատ գրքեր կային, որ արգելված էին։ Ուղղակի, չգիտեմ, արգելված էին, չկար այդ գիրքը։ Դրանց մասին մենք լսում էինք։ Օրինակ ես հիշում եմ Ժան-Պոլ Սարտրի գրականությունը, գրքերը ռուսական բանում տպվել էր, ասենք, մենք ընդեղից էինք օգտվում, վերում էինք բան էինք անում, տանում ենք քսերոքս անել էինք տալիս, որ կարդալու բան ունենանք եւ անպայման տեղյակ լինենք, թե ինչ է կատարվում գրականության մեջ աշխարհում։ Երբ որ առաջին անգամ դա 71 թիվն էր, ես ուսանող էի Գեղարվեստի ակադեմիայում, Սկվազնյակում նստած էինք սրճարանում, ընկերներից մեկը բան էր կարդում, Հինաստրաննայա լիտերատուրա, այդպեսի ամսագիր կար, ժուրնալ կար։ Եվ հետաքրքրվեցի, թե ինչ է կարդում, ինքը մի անուն տվեց, որը չէի լսել։ Ասեց Մարկեսի 100 ստոլետադինը չստվա ռուսերեն։ Ասի կտած ես էլ կարդամ։
Դու բերեցի սկսեցի կարդալու աշխարհը նոր ձևով բացվեց իմ առաջ։ Դա 71 թիվն էր։ Այդ ժամանակ չկար ընդհանրապես։ Հիմա հայերեն մենակ արդեն 2-3 թարգմանություն կա ստոլետադինոջով։ Ռուսերեն 7 թարգմանություն կա, տարբեր։ Այսինքն գրականությունը այնքան շատ հիմա կա, այնքան լավ գրքեր են տպագրվում, բան, մենակ թե տիրաժները շատ փոքր են, որտեղ կարդացող չկա։ Եթե առաջ օրինակ ասենք տպագրվում էր, ես հիշում եմ 67 թվին Ալիսիա Կիրակոսյան, մեր արգենտինահայ բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանի գիրքը լույս տեսավ Արմադիևեյություն։ Եվ սպառվեց մինչև ցերեկվա ժամը 12-ը 30,000 տպականակ, 30,000։ Մինչև ցերեկվա ժամը 12-ը չկար խանութներում, վերջացել էր։ Հիմա այդ նույն Ալիսիա Կիրակոսյանի գիրքը, որ ես եմ ձևավորել Միացյալ Նահանգներում ապրած ժամանակ իր խնդրանքով, այդ գիրքը տպագրվել է 300 օրինակով, ոչ թե 30,000, եւ մինչև հիմա էլ կա գրախանութներում։ Այսինքն այդ աստիճանի անտարբերություն կա գրականության նկատմամբ, որը սարսափելի ցավալի է։ Ես ուղղակի անընդհատ խոսում եմ այդ մասին սրտի ցավով եւ միշտ առաջարկում եմ, ստիպում եմ իմ ուսանողներին ու աշակերտներին, որ շատ կարդան։ Եվ այդ քիչ կարդալու հետ զուգահեռ նաև շատ զարգանում է էլեկտրոնային նկարչությունը, ինչ եք մտածում այդ առիթով, հնարավոր է մի օր այդ էլեկտրոնային նկարչությունը HD այդ նկարչությունը զիջի դասական նկարչությանը ժամանակի ընթացքում։ Ինչ է նշանակում զիջի։ Այսինքն, այո, այսինքն փոխանի, փոխարինի, հա։ Այո։ Գիտեք, ես հիմա արդեն ամեն ինչի հավատում եմ, բացի դրանից, դրան չեմ հավատում, որովհետև այն ամեջական կապը, անգլերեն ասում են touch, այն հպումը, որը շատ կարևոր է, երբ որ դու նույնիսկ պահելինում, որ մատով ես նկարում, ներկվերցնում ես մատում, որ զգում ես այդ բանը, մազոկը ոնց ես դնում, և այդ էլեկտրոնային բանով չես կարող այդ բանը հաղորդել, անհնար է։ Հա, ներքի այդ շերտը դնես, որի տակ 1000 տեսակի բան կա, վիճակներ կա, զգացողություններ կա, բան եւ այլն։ Հնարավոր չի, բայց դա հիմա արդեն ամեն ինչի հավատում ես։ Եթե քայլող ռոբոտներ կան, որոնք որ մարդու նման խոսում են եւ այլն, հիմա շատ է փոխվել ամեն ինչ, բայց մեկը ես չեմ հավատում, որ դա կարող է գեղանկարչությանը փոխարինի, էլի։ Շատ լավ, պարոն Սևադե, եւ վերջում ամփոփելով թեման, ասացիք, որ ունենալու եք մեկ ցուցահանդես այս տարի, որը մայիսին է տեղի ունենալու, իսկ բացի մայիսից այս տարի նախատեսված է նաեւ այլ ցուցահանդեսներ կամ անգամ գրքի նոր տարբերակներ, շնորհանդեսներ։ Ուրեմն գիրքը հիմա պատրաստվում է նոր գիրք եւ բացի դրանից պատկերագիրք իմ գեղանկարչական ստեղծագործությունների տպագրվելու է Անտարես հրատարակչությանում եւ նոր ցուցահանդեսներից իմ ուսանողների ցուցահանդեսն է պատրաստվում այս տարի առաջի կուրսի ուսանողների եւ բացի դրանից նաեւ ցուցահանդես եմ բացելու Գյումրիում իմ քաղաքում, որտեղ ես ծնվել եմ, մեծացել եմ, Գյումրիում այդպես էլ նորից նույն պատասխանատվությամբ այնտեղ եմ ցուցադրվելու, չնայած արել եմ ժամանակին ցուցահանդեսներ, բայց հիմա մի տեսակ արդեն որ տարիքս առել եմ բան եւ այլն, ավելի հաշվետու ձևով պետք է ներկայանամ իմ ժողովրդին եւ դրանից հետո եկող տարի արդեն ցուցահանդես կբացեմ նկարիչների միությունում, որից հետո Միացյալ Նահանգներում լինելու իմ ցուցահանդեսը հերթական, այնտեղ շատ եմ ցուցադրվել ժամանակին եւ եկող տարի կրկին նորից կցուցադրվեն, Աստված տա որ առողջ լինենք, ճանապարհները բաց լինի ամեն ինչ։ Կարևորն է որ մեր երկիրը խաղաղության մեջ լինի, ժողովրդի խիղճը հանգիստ լինի, մարդիկ աշխատանք ունենան, ապրեն, սիրեն, բարգավաճեն, այս երիտասարդությունը շատ լավ երիտասարդություն կա, առաջ գնա եւ կարողանա երկիր կառուցի։ Շատ շնորհակալ ենք հետաքրքիր զրույցի համար եւ մեզ հյուրընկալելու համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ։
Սիրելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք պրոֆեսոր, գեղանկարիչ, բանաստեղծ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադայի հետ։ Իսկ այս պահին դիտենք տեսահոլովակ, վերադառնանք եւ շարունակենք եթերը։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ հիմա հերթը օգտակար խորհուրդներին է եւ այսօր խոսելու ենք դարչինի օգտակար, վնասակար եւ ինչու՞ չէ նաեւ հակացուցումներից։ Դարչինը հայտնի է իր բազմաթիվ օգտակար հատկություններով, շնորհիվ իր հարուստ բաղադրության, որը ներառում է եթերայուղեր, հակաօքսիդանտներ, վիտամիններ եւ հանքանյութեր։ Դարչինը պաշտպանում է օրգանիզմը ազատ ռադիկալներից եւ դանդաղեցնում է ծերացման գործընթացը։ Ունի բակտերիասպան եւ հակաբորբոքային ազդեցություն։ Օգնում է պայքարել վարակների եւ բորբոքային գործընթացների դեմ։ Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը։ Այն շատ լավ արագացնում է նյութափոխանակությունը, բարելավում է հիշողությունը եւ կենտրոնացումը։ Ունի դրական ազդեցություն ուղեղի գործունեության վրա։ Դարչինը օգնում է մարսողությանը, պայքարում է փորկապության դեմ։ Չնայած իր այսքան օգտակար հատկություններով հանդերձ ունի նաև վնասակար հատկություններ, եթե հատկապես չափից շատ օգտագործելու դեպքում այն կարող է վնասել լյարդը։ Որոշ մարդիկ կարող են զգայուն լինել դարչինի նկատմամբ, ինչը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ, որոնք արտահայտվեն քորով, կարմրությամբ կամ շնչառական խնդիրներով։ Չափազանց շատ օգտագործումը կարող է առաջացնել ստամոքսի գրգռվածություն, հատկապես գաստրիտի կամ խոցային հիվանդություն ունեցող մարդկանց մոտ։ Դարչինը իջեցնում է նաև արյան ճնշումը։ Այն կարող է խթանել արգանդի կծկումները, ուստի խորհուրդ չի տրվում մեծ քանակությամբ օգտագործել հղիության ընթացքում։ Դարչինը կարող է լինել շատ օգտակար, եթե օգտագործվի չափավոր։ Այն հատկապես օգտակար է շաքարային դիաբետով, մարսողական խնդիրներ եւ թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց։ Այսքանը դարչինի մասին, իսկ հիմա հաղորդման վերջում ցանկանում եմ անդրադառնալ մի հարուստ պատմության եւ հարուստ մշակույթ ունեցող մի երկրի, որը գտնվում է Բալկանյան թերակղզում, հայտնի է իր միջնադարյան վանքերով, գեղեցիկ լեռներով եւ հնագույն քաղաքներով։ Խոսքս Բուլղարիայի մասին է եւ առաջարկում եմ այսօր ծանոթանանք Բուլղարիայի պատմությանը եւ հուսով եմ այն ձեզ շատ կհետաքրքրի։ Բուլղարիան մի փոքր, բայց հիասքանչ երկիր է Բալկանյան թերակղզում։ Այն հարուստ է պատմությամբ, մշակույթով եւ բնության հրաշքներով։ Երկիրը գտնվում է Սև ծովի ափին եւ ունի հարուստ ժառանգություն, որը ներառում է թրակյան, հռոմեական եւ բյուզանդական մշակույթների ազդեցությունները։ Բուլղարիայի մայրաքաղաքը Սոֆիան է, հինավուրց եւ ժամանակակից քաղաք, որը հյուրընկալում է բազմաթիվ պատմական շինություններ, ինչպիսիք են Ալեքսանդր Նևսկու տաճարը եւ Սուրբ Սոֆիայի բազիլիկան։ Մեկ այլ կարևոր քաղաք է Պլոտիվը, որը Եվրոպայի ամենահին բնակեցված քաղաքներից մեկն է եւ հայտնի իր հռոմեական ամֆիթատրոնով եւ հին քաղաքով։ Բուլղարիան հայտնի է նաեւ իր բնությամբ։ Երկրի տարածքում կան հիասքանչ լեռներ, ինչպես Ռիլայի եւ Պիրինի լեռները, որոնք առաջարկում են հիանալի պայմաններ արշավների եւ ձմեռային սպորտի համար։ Բուլղարական ծովափերը նույնպես շատ գրավիչ են, հատկապես Վարանայի շրջանում։ Երկիրը հայտնի է նաեւ իր ավանդական խոհանոցով։ Բուլղարական յոգուրտը, շոպսկի աղցանը եւ բանիցան աշխարհի տարբեր երկրներում մեծ ճանաչում ունեն։ Բացի այդ, Բուլղարիան միակ երկիրն է, որն արտադրում է հատուկ տեսակի վարդի յուղ, որն օգտագործվում է աշխարհի ամենաթանկ օծանելիքներում։ Այս ամենը Բուլղարիան դարձնում է հիանալի վայր այցելելու եւ ուսումնասիրելու համար, միաձուլելու պատմությունը, մշակույթը եւ բնությունը։ Բուլղարիայի պատմությունը հարուստ է եւ բազմաշերտ։ Այն աշխարհի ամենահին երկրներից մեկն է, որի կազմավորումը թվագրվում է 681 թվականին։ Երկիրը եղել է Թրակիայի հռոմեական եւ բյուզանդական կայսրությունների մաս, իսկ հետագայում դարձել է հզոր բուլղարական թագավորություն։ Միջնադարում Բուլղարիան ունեցել է ոսկե դարաշրջան, զարգացնելով գրականություն, արվեստ եւ ճարտարապետություն։ Օսմանյան տիրապետության 500 տարիների ընթացքում բուլղարացիները պահպանել են իրենց մշակույթն ու ավանդույթները, իսկ 1878 թվականին ձեռք են բերել անկախություն։ Բուլղարական մշակույթը ձևավորվել է բյուզանդական, սլավոնական եւ օսմանական ազդեցությունների ներքո։
Երաժշտությունը հայտնի է իր յուրահատուկ ռիթմերով, իսկ ժողովրդական պարերը շատ կարևոր դեր ունեն ազգային ինքնության մեջ։ Բուլղարացիները ունեն հետաքրքիր սովորություններ, օրինակ մարտի 1-ին նշում են Բաբա Մարտան, երբ իրար վրա նետում են կարմիր սպիտակ թելերից պատրաստված մարտենիցաներ, որպես առողջության և հաջողության նշան։ Եթե երբևէ հնարավորություն ունենեք, անպայման այցելեք այս հիասքանչ երկիր, բացահայտելու նրա բազմազան հրաշքները։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Ձեզ միայն մաղթում եմ լավ օրվա շարունակություն, իսկ մենք արդեն կհանդիպենք վաղը, իհարկե, Կոտայք TV-ի եթերում։